Ողջույն Գոհար, այսօր Bukast-ի շրջանակներում հնարավորություն ունենք քեզ հետ խոսելու կրթական հնարավորություններից, կամավորությունից, նաև միջազգային ծրագրերից ու քանի որ գիտեմ, որ դու շատ մասնակցում ես ու ունես այդպիսի փորձառություն, կուզենայի, որ սկսեիր նրանից, թե ինչպիսի փոփոխություններ են դրանք բերել քո կյանքում։ Շնորհակալություն, իրականում ես շատ ուրախ եմ Վարդուհի, որ հենց քեզ հետ եմ այս ոդքասթում, որովհետև վստահաբար դու շարունակելու ես լցնել, սիրունացնել այն ամեն ինչը, փաստել, հիմնավորել, ինչ որ ես ասեմ, այնպես որ սկսեմ հենց առաջին հարցից, միջազգային ծրագրերից ընդհանրապես, եւ եթե խոսենք ինչ է տալիս միջազգային ծրագրերը, միանշանակ շատ բաներ կարող եմ նշել, բայց արի հերթով կետերով գնանք, օրինակ առաջին բանը, որ ինձ մեծ զգացողություն է առաջացրել, որ վայ, միջազգային ծրագիր մասնակցելուց դա կատարվեց իմ մեջ, աշխարհայացքի փոփոխություններ, ավելի գլոբալ մտածելու հնարավորություններ, երբ որ դու գիտես, որ քեզնից բացի այս աշխարհում կան քեզնից տարբեր շատ մարդիկ, ովքեր ունեն իրենց անձնական պատմությունները, որոնք եւս շատ տարբերվում են, իրենց մշակույթը, իրենց սովորությունները, որոնք հավասարապես կարևոր են, ինչպես դու ես կարևորում հենց քո մշակույթը, ու երևի առաջին բանը ինձ համար հենց միջազգային ծրագրերից այն է, որ հնարավորություն ունես եւ արժևորել քոնը եւ արժևորել ընդհանրապես աշխարհը, որը քո շուրջն է, եւ քանի որ հենց վերջերս վերադարձել ես Իտալիայից, միգուցե փորձենք հասկանալ ինչն է քո մեջ փոխել այս կարճաժամկետ ծրագիրը, որին դու մասնակցել ես քո երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։ Իրականում Իտալիայում, ինչպես նախապես քեզ ասել էի, Իտալիա գնացել էի, Վենետիկում էի, Կա Ֆոսկարի համալսարանում իրականացնում էի իմ ասպիրանտուրական կրթության մի քանի ամսվա հետազոտությունները։ Այնտեղ կա ֆակուլտետ, որտեղ ուսումնասիրում են նաև հայագիտություն, ընդ որում հին հայերեն, իսկ ես իմ ասպիրանտուրական ատենախոսությունը պատրաստում եմ պաշտպանել հենց այդ ուղղության շրջանակներում եւ իսկապես պիտի համաձայնեմ քեզ հետ, իհարկե սա ոչ իմ առաջին փորձը չէր, բայց որպես համալսարանական կրթության եւ հատկապես ավելի մեծ ու ավելի հասուն տարիքում վստահաբար դա ավելի տարբեր էր, քան այն կարճաժամկետ միջազգային փոխանակման ծրագրերը, որին ավելի փոքր տարիքում էի մասնակցել։ Դու իսկապես ճիշտ ես, առաջին հերթին այդ փորձի փոխանակությունը, միջազգային տարբեր բաների ճանաչումը, փորձի ձեռքբերումը բավականին շատ բաներ են փոխում եւ հենց առաջին հերթին մեր մտածելակերպի մեջ ու մեր աշխարհայացքում վստահաբար ինչքան ավելի հասուն տարիքում ես փորձում այդ փորձը ձեռք բերել, այնքան ավելի նոր տրված հնարավորություններին հասունությամբ ես մոտենում, բայց ուզում եմ ասել, որ կոնկրետ իմ դեպքում նախորդ մի քանի ամիսների ընթացքում հատկապես երբ ամբողջովին մենակ էի, այսինքն գոնե կարճաժամկետ միջազգային ծրագրերին, որ երիտասարդները մեկնում են, ինչ որ խմբերով են, չէ՞ մեկնում։ Իսկ ես մեկնել էի միայնակ ու համալսարանում իմ տարիքի հայ երիտասարդներ չկային, տարիքակիցներ կային, բայց հայեր առհասարակ Վենետիկում քիչ էին եւ առաջին հերթին ես որ հասկացա ու գնահատեցի այն էր այդ ամիսների ընթացքում, որ այս փորձառությունը առաջին հերթին ինձ փորձեց տալ ինքնուրույնություն։ Իհարկե ինքնուրույնություն ասելով նկատի չունեմ մտածելու, գործելու առումով, ինքնուրույնություն ասելով նկատի ունեմ ինքս իմ միջավայրը եւ իմ առօրյան կազմակերպելու համար, որովհետեւ այն հասարակ բանը, որ ինքդ քեզ համար պիտի ուտելիք պատրաստես կամ մտածես, որ հանկարծ քնով չընկնես ու արթնանաս գնաս դասի, արդեն ահագին շատ բան է փոխում։ Առաջին հերթին, ինչպես նշեցի, շատ կարևոր է այն գլոբալ գիտելիքները, որ մենք ստանում ենք։ Երկրորդ հերթին շատ կարևոր է, որ այն ժամանակը, որը օգտագործում ենք մեկնելու համար, որը օգտագործում ենք մեր սովորական առօրյայից, հիմնական կյանքից կտրվելու համար, օգտագործենք շատ ճիշտ, չվատնենք ու հնարավորինս շատ վերցնենք այն, ինչ որ այդ մի քանի ամիսները մեզ կկարողանան տալ։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, այսինքն ժամանակը օգտագործել տեղին ու ճիշտ, եւ իհարկե
շատ կարևորում եմ այս միջազգային տարբեր ծրագրերի շրջանակներում, երբ երիտասարդները իրենց փորձով կարողանում են գալ ու այստեղ կիսվել ու այստեղ ինչ-որ մի բան փոխել թեկուզ։ Իհարկե շատ խիստ ցանկալի է, որ այն ինչ որ պիտի փոխեն ու այն փոփոխությունը, որ պիտի բերեն, լինի դրական եւ լավը, բայց ամեն դեպքում այդ միջազգային փորձի տեղայնացումը շատ ավելի կարևոր է։ Եվ իմ օրինակով պիտի ասեմ, որ այնտեղ համալսարանում սովորելիս հասկանալով, թե ինչպիսի օրինակ ծրագրեր, ինչպիսի դասավանդման մեթոդներ կամ չգիտեմ նույն ասպիրանտուրայի ուսանողների հետ, իրականացվող հետաքրքիր տարբեր դասընթացներ, որոնք այստեղ առկա չեն, արդեն այդ գիտելիքներով ճակերտավորված եկել ու կիսվել եմ իմ ֆակուլտետում, հուսամ դրանք մի օր կիրագործվեն, բայց կարծում եմ, որ ես, դու եւ մեր նման շատ երիտասարդներ, եթե փորձենք այդ մեր ունեցած գիտելիքները, քո ասած գլոբալ ճանաչումը բերել նաև այստեղ փորձել տեղայնացնել ըստ պահանջի, շատ ավելի կարևոր կլինի։ Օրինակ, ինչ շատ հետաքրքիր է, թե երբ դու մեկնում ես ու հետ ես գալիս, ինչպես ես այն մշակութային շոկ ասվածը հաղթահարում, որովհետև ուզում էի ասել, որ այդ գլոբալ նյութերի տեղեկատվության շրջանակներում նաև մենք մի քիչ ամեն դեպքում այսպես հարվածներ ճակերտավորելի ասված ստանում ենք մշակութային առումով, ինձ օրինակ նաև շատ հետաքրքիր էր, թե դու այդ գիտելիքները ու մշակութային շոկդ ինչպես ես համատեղում։ Շնորհակալություն հարցի համար, իրականում ուզում եմ արձագանքել քո ամբողջ նշվածին, շատ հետաքրքիր բաների մասին խոսեցիր, օրինակ ինքնուրույնության մասին, որը կարծես թե տարբերվում էր ընդհանրապես Հայաստանում մարդկանց մոտ, եթե Շվեդիայում 17 տարեկանից հետո բոլորն են դպրոցից հետո անմիջապես վերցնում gap year կոչեցյալը, գնում են ինքնուրույնություն գտնելու, մեր երկրում փաստորեն դա տարբեր է, օրինակ ես առաջին կուրսից արդեն Երևան տեղափոխվեցի Գյումրիից, դու ասպիրանտուրայում ուրիշ երկրում, այսինքն դա հետաքրքիր գործա, հետաքրքիր ցուցանիշ է, որը կարող ենք մենք ընդունել եւ միգուցե խոսում է դա նաեւ մեր երկրի մասին։ Երկրորդ բանը, որ ասեցիր, ընդհանրապես կրթության մասին խոսելը, դու ասպիրանտուրա ես անում, դու ֆորմալ կրթության մեջ ես, շարունակական կրթության մեջ ես եւ պարզապես ուզում եմ ասել, որ ճիշտ է, ես դեռ բակալավրիատի իմաստիճան ունեմ ֆրանսիական համալսարանի, սակայն ես անչափ կարևորում եմ ֆորմալ կրթությունը, ակադեմիական կրթությունը եւ ինչքան էլ ոչ ֆորմալ կրթական այս ծրագրերին մենք մասնակցում ենք, ճամփորդում ենք, սովորում ենք, բայց միանշանակ մեծագույն փոփոխություններ բերելու եւ նույնիսկ այդ մշակութային շոկերը դիմադրելու համար դրանց անհրաժեշտ է, որ մենք ֆորմալ կրթության մեջ եղած լինենք եւ երրորդ բանը, որ իմ մեջ ֆիքսեցի մինչեւ քո հարցին անդրադառնալը, հայերն էին, որ Վենետիկում հայերը քիչ էին, որովհետեւ այս վերջերս ուղղակի Հունգարիա է այցել Բուդապեշտ, այնտեղ էլ հայագիտական ամբիոնի շրջանավարտներ չէր, հենց գործող ուսանողների մագիստրատուրայի եւ հենց ասպիրանտուրայի հայ ուսանողների հետ շփվեցի ու նաև կային միջազգային ուսանողներ, դա է շատ կարևոր, որ մեր լեզուն ցանկանում են սովորել եւ հայեր, որ ասացի քիչ են, միանգամից հիշեցի, որ անցյալ տարի Հարավաֆրիկյան Հանրապետությունն էի մեկնել Յոհանեսբուրգ եւ հայ էի գտել այնտեղ ու երբ որ գտա ասացի չէ հաստատ ամեն տեղ է հնարավոր հայ գտնել։ Իսկ հարցին անդրադառնալով, քանի որ շատ կարևոր բաներ էի նշում, այդ պատճառով չուզեցի ուղղակի անցնել հաջորդ հարցին, ես կարծում եմ, որ ես այդ մշակութային շոկը չեմ ապրել կամ դա այնքան ուժեղ չի եղել, ինչքան որ դա լինում է շատ մարդկանց մոտ։ Ինչու՞։ Որովհետև առաջին կուրսում, երբ որ ես Գյումրիից եկել եմ Երևան, ճիշտ է Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքն է, հայրաքաղաքն է, սակայն առաջին կուրսից արդեն ինձ մոտ նոր բաներ են եկել, նոր տեսարաններ են բացել իմ աչքերի առաջ, որոնք քիչ-քիչ սկսել են ինձ ընտելացնել։ Հետո իմ առաջին երկարաժամկետ ծրագիրը եղել է Ուկրաինայում, ես երրորդ կուրսում պրակտիկայի էի մեկնել այնտեղ, որը հետսովետական պետություն է, որը շատ նմանություններ ունի մեզ հետ մշակութային առումով եւ նույնիսկ որ լեզուն մի փոքր կարող ես հասկանալ, այդքան շատ չի ստեղծում այնպիսի միջավայր, որ վայ ես ինչ որ վատ եմ զգում։ Հետո Ուկրաինայից հետո կենտրոնական եվրոպական երկրներն են եկել ու հետո Ամերիկան, այսինքն աստիճանաբար է եղել այդ երկրները այցելելու, երկրներում մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մշակութային շոկը, որպես այդպիսին արտերկրում ես չեմ զգացել։ Այլ հարցի մյուս պատասխանն է նաև թե
ինչ ենք մենք զգում, երբ գայս ենք Հայաստան, արդյոք այն պահը, երբ մենք Հայաստանում ենք մշակութային շոկ է, թե չէ, որովհետև շատերը կան գայս են ասում են, վայ, ես ուզում եմ հետ վերադառնալ, ինչի եկա այնտեղ շատ լավ էր եւ այլն, բայց ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը կախված է մեր սկզբունքների հետ։ Օրինակ, ես երկարաժամկետ եղել եմ Ֆրանսիայում մոտավորապես 8 ամիս, իմ ամեն օրն է եղել Հայաստանի մասին, չնայած որ ես Ֆրանսիայում եմ եղել եւ ես մեծապես մեծ տարբերություն չեմ զգացել իմ գործունեության մեջ, երբ որ ես Ֆրանսիայում էի կամ Հայաստանում էի, որովհետեւ երբ որ դու ունես ինչ-որ գործունեություն, որը դու իրականացնում ես, մեծ հաշվով քեզ համար այդքան էլ են ֆիզիկական լոկացիան կարևոր չէ։ Իհարկե, մի շարք գործոններ կան, որոնք որ քո շուրջը կատարվում են, բայց երբ որ դու ստեղծում ես այն միջավայրը, որը որ այնպիսի մարդկանցով է շրջապատված, որ կիսում են քո արժեքները, քո գաղափարները, քո մոտեցումները, այդքան էլ բարդ չէ մի երկրից մյուսը տեղաշարժվելը առանց ինչ-որ ցնցումներ ստանալու։ Այդ խնդիրը միշտ կա, որ ասում են գնում են ուսանողները սովորելու կամ չեն վերադառնում, կամ էլ վերադառնում են այնպիսի մտքերով, որոնք ստիպում են իրենց անընդհատ գնալ։ Իմ ընկերների շրջապատում կան այդպիսիք, որ իհարկե գնացել են, հետաքրքիր հմտություններ, գիտելիքներ ստացել են, վերադարձել են, բայց հիմա ամեն ինչ փորձում են գտնել, ամեն մի հնարավորություն, որ կրկին հետ գնան եւ անգամ արդեն փորձում են այստեղի հետ երկարաժամկետ պլաններ չկապել, այդ դա ինձ համար շատ անընդունելի է։ Շատ ճիշտ ասացիր, որ նպատակներն են կարևոր, որովհետեւ եթե դու օրինակ քեզ տեսնում ես ինչ-որ միտեղ, Հայաստանում աշխատել ես ինչ-որ մի ոլորտում, շատ կարևոր է, որ դու իսկապես հասկանաս դու քո դրսում ստացած գիտելիքը, կրթությունը ինչպես ես օգտագործելու այդ ոլորտումդ։ Ու երբ որ դու գնում ես, հասկանում ես, որ կարող է ինչ-որ մի բան ավելի հեշտ է այնտեղ տրվում, գուցե պետք է դրանով շարունակես, գուցե պետք է, չգիտեմ, փոփոխություններ անես։ Իհարկե փոփոխությունները միշտ կարևոր են, բայց երբ որ դու հստակ ունես նպատակ ու փորձում ես այդ դրսի գիտելիքները եւս նրանց դրսի ճակերտավոր ասված, գիտելիքները եւս դրանց ծառայեցնել, շատ ավելի լավ է լինում։ Ու կարծում եմ, որ կրթությունից զատ նաեւ պիտի հասկանանք, որ որտեղից ենք գալիս, ումն ենք եւ ընդհանրապես որտեղ պիտի ապրենք, որտեղ պիտի գործենք ու վերջապես շատ խիստ ցանկալի է, որ այն գիտելիքները, որոնք որ ստանում ենք, ծառայեցնենք ի նպաստ մեր երկրի եւ ժողովրդի։ Շատ ուզում եմ, որ այն ուսանողները, որոնք թեկուզ մեզ կլսեն, հասկանան, որ այդ փորձառությունից զատ գիտելիքներից հետաքրքիր երկիրներ գնալուց, մշակութային տարբեր հետաքրքրություններ ունենալուց հետո շատ կարեւոր է նաեւ հստակ իմանալ, թե ինչպես ես գործելու։ Միանշանակ ես համաձայն եմ եւ ուզում եմ ստորագրել քո ասածների ներքևում եւ երկու կետի անդրադառնամ։ Առաջինը այն, որ իրականում այս բոլոր ծրագրերը երիտասարդ առաջնորդների կամ ընդհանրապես համայնքային առաջնորդների համար են, ովքեր այդ փորձը ստանալուց հետո ինչ որ ընթացքում պետք է վերադառնան եւ փորձեն ինչ որ բան անել։ Այստեղ, այսինքն մենք միգուցե խնդիր պետք է տեսնենք այն ընտրող հանձնաժողովների հետ, ովքեր չեն կարողանում ֆիքսել այն մարդկանց, ովքեր իրապես մոտիվացված են գնալու, սովորելու եւ հետ գալու։ Մեղադրել վստահաբար չենք կարող, սակայն ես կարծում եմ, որ դա եւս շատ կարեւոր է, այսինքն դու պետք է իմանաս դու ում ես ուղարկում եւ ինչ նպատակով է նա գնում եւ այո, այս բոլոր հնարավորությունները ոչ միայն անձնական, այլ նաեւ մարդասիրական հիմք ունեն եւ ես միշտ ասում եմ, որ շատ կարեւոր է, որ մենք մտածենք բարիք ստեղծելու մասին, սկզբում Հայաստանի համար, հետո միգուցե աշխարհի, եթե կարծում եք, որ այդ բարիքը ավելի անհրաժեշտ է աշխարհին, ինչու ոչ, աշխարհի համար եւ երկրորդ բանը, որ միշտ ասում եմ, օրինակ շատ են ինչպես քո ընկերները վստահաբար ինձ էլ ասում են, այդքան որ գնում ես, չես ուզում մնալ այնտեղ կամ որ երկրում կապրել, եթե ոչ Հայաստանը եւ այլն եւ ես միշտ ասում եմ, որ իրականում դուք չեք պատկերացնում մենք ինչքան բախտավոր ենք, որ մենք Հայաստանում ենք ծնվել։ Ես դա հասկացա, երբ որ ես Ֆրանսիայում եի երկարաժամկետ ապրում ծրագրի շրջանակում եւ երբ որ ես տեսնում եի այն ֆրանսիացիներին, ովքեր ապրում են օրինակ Ֆրանսիայում, կամ այն մարդկանց, ֆրանսիացի բառը երևի թե մի փոքր սխալ կլինի այստեղ նշել, ինձ հանդիպածները սովորաբար չունեն այնպիսի ամբիցիաներ, այնպիսի նպատակներ, ինչպիսին որ ունեն զարգացող երկրի երիտասարդները։ Ես կարծում եմ, որ մեր կյանքը ավելի հետաքրքիր է, նամանավանդ եթե զարգացող երկրից ես եւ լատինական Ամերիկայի երկրները, եւ ասիական մի շարք երկրներ, եւ աֆրիկյան մի շարք երկրներ, եւ մեր տարածաշրջանի երկրները իրենք տալիս են, ես կարծում եմ, լավագույն կադրերին, ովքեր որ ձգտում են ավելի լավը դառնալ, եւ իրականում այդ երկրների
համար ավելի շատ հնարավորություններ կան եւ այո իհարկե Եվրոպայի քաղաքացու համար եվրոպական համալսարաններում ընդունվել ու կրթություն ստանալը միգուցե շատ ավելի հեշտ է, բայց ես կարծում եմ, որ զարգացող երկրից ձգտող երիտասարդը ավելի մեծ շանսեր ունի օրինակ լինել եվրոպական պարլամենտում ամբիոնում կանգնած որոշում կայացնող ինչ-որ մեկը կամ չգիտեմ նույնիսկ սպորտում, հա, նույնիսկ ֆուտբոլային հավաքականներում մենք կարող ենք տեսնել բազմազանությունը, քան թե այն մարդը, ով արդեն շատ երկար ժամանակ սովոր է հանգիստ կյանքին եւ իր համար ապահով կյանքին եւ երբեմն ասում են, բայց լավ չի, որ դա այդպես է եւ ես այդտեղ հասկանում եմ, որ դա շատ մարդու տեսակի խնդիր է։ Ես սիրում եմ խնդիրներ լուծել անընդհատ, ես սիրում եմ, որ ինչ որ փորձությունների միջով չասեմ, բայց ինձ հետաքրքիր է, երբ որ ես ինչ-որ բանի հասնում եմ, այլ ոչ թե պատրաստի ստանում եմ եւ եթե տեսակով օրինակ դու մարդ ես, ով որ սիրում է, ձգտում է այդ ապահովությանը, միանշանակ ես կարծում եմ, որ Եվրոպան լավագույն վայրն է կամ հաստատ կգտնվի Եվրոպայում, ինչ-որ մի քաղաք, ինչ-որ մի երկրում, որտեղ կարող ես ապրել, ինչ-որ մի գրադարան, սակայն ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ մեր բարեբախտաբար թե ցավոք, բայց մեր երիտասարդությունը ստիպված է ձգտել ինչ-որ բանի, իր կյանքը լավը դարձնելու համար մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ մենք պարտավոր ենք ավելի լավ սովորել, ավելի զարգանալ, ավելի շատ մարդկանց հետ շփվել, որպեսզի ապահովենք մեր տեղը, հա, մեր կյանքում, բայց ես կարծում եմ, որ դա ավելի հետաքրքիր, ինչ ես դու կարծում արդյոք դա ավելի դժվար կյանքով ապրելը ճակերտավոր, ինձ համար դա ավելի հետաքրքիր է։ Իրականում առանց շակերտների էլ դժվար կյանքը ավելի շատ հաճախ շատ ավելի մեծ հաջողություններ է բերում։ Իհարկե, ես վստահ եմ, որ դու էլ քո բակալավրիատում ընդհանրապես ոչ ֆորմալ կրթության ինչ որ նախագծերում հաստատ տեսած կլինես ու հանդիպած կլինես մարդկանց, ովքեր հակառակը շատ խիստ խուսափում են այդ ամեն ինչից ու մեր շրջապատում էլ վստահաբար նման մարդիկ կան։ Ես եւս կարծում եմ, որ անդադար այդ քո ասած խնդիրների լուծումը, խնդիրներ ունենալը եւ այդ ամեն ինչը ճեղքելը վստահաբար մարդու համար մեծ հնարավորություններ է բացում։ Ինձ անդադար ասում էին, քանի որ հիմա իմ երկրորդ մասնագիտությունն եմ փորձում ստանալ, անընդհատ ասում էին, բա ինչի դեր պետք, բա ինչու գնացիր, բա ինչու ախր հոգնում ես, ախր չես հասցնում կամ բա ոնց ես հասցնում, դա իմ ամենաչսիրելի հարցն է, բա ոնց ես հասցնում։ Միշտ ասում եմ, հաստատ եթե դու ուզում ես ինչ-որ մի բան անել, դու վստահաբար դրա համար ժամանակ ունենաս ու այն մարդը, որ հստակ ժամատախտակով ապրում է ու գիտի, հա, ժամը 8-ից 9 ինչ պիտի անի, 10-ից 6 ինչ պիտի անի, վստահաբար իր մոտ հաջողությունը ավելի լավ է գրանցվում, քան այն մարդը, ով որ հանգիստ նստած սպասում է գոդոին, այսպես ասած։ Ու դրա համար շատ էլի կարևոր է, որ ուսանողներն էլ իրենց հատկապես այդ ավելի փոքր տարիքում, հա, 17-18 տարեկանում նախ առաջին հերթին հասկանան, թե այն մասնագիտությունը, որ ընտրում են, արդյոք իրենք ուզում են շարունակել ու արդյոք ուզում են այդ մասնագիտության անգամ շրջանակներում ինչ-որ մի խնդիրներ, խոչընդոտներ հաղթահարել։ Շատ հաճախ ուսանողները նաև տեսնում են, որ ինչ-որ բաներից հիասթափվում են, չեն ուզում, փոշմանում են, բայց այդ դեպքում կարծում եմ, որ այդ քո նշած խնդիրներից հենց ամենամեծն է գալիս հաղթահարելու, ճեղքելու այն ընկճախտը, որ ունենում են ուսանողական տարիներին ու որը կարող է ունենալ ցանկացած ոլորտում։ Դրա համար իսկապես այդ խնդիրները եւ երբեմն շատ էլ կարեւոր է, որ խնդիրները ինքներս մեզ համար ստեղծենք։ Պապաս միշտ ասում էր, հիմա էլ մեկ ասում է, Վարդուի լավ չէր լինի, դե իմ առաջին մասնագիտությունը բանասիրությունն է, լավ չէր լինի գնայիր դպրոց ուսուցիչ աշխատեիր, էլի կգնայիր, կգայիր հանգիստ շուտուն ու միշտ անընդհատ ինձ ասում էր ինչքան շատ ես քեզ սիրում խնդիրների ու խնդիրների մեջ, հա, գցել ու ես հետո դա մոտավորապես ասում եմ 3-4 տարի առաջ, երբ 2 մագիստրատուրայում էի սովորում ու իսկապես եմ, որ չգիտեի թե հետո ինչ է լինելու, բայց հետո ես հասկացա, որ փաստորեն իսկապես այդ մեկ-մեկ երբ որ մենք մեզ համար խնդիրներ ենք ստեղծում, դրանք օգնում են մեզ հասկանալու, թե ինչ ճանապարհով ենք ուզում շարունակել։ Ու վստահ եմ այդպիսի խնդիրներ քո կյանքում էլ հաստատ շատ են։ Հաճելի խնդիրներ, որոնք օգնում են մեր զոնայից հանգստի, մեզ հարմար զոնայից, կոմֆորտի զոնայից դուրս գալ եւ զարգանալ։ Միանշանակ ես կողմ եմ դրան եւ մի քանի կարեւոր բաներ նշեցիր, որոնց անդրադառնամ մասնագիտական կողմնորոշման մասին, ասացիր
ու ես ինքս մասնագիտական կողմնորոշման չասեմ խնդիր եմ ունեցել, բայց կարծում եմ, որ իմ բակալավրի եւ ապագայի մասնագիտությունները այդքան էլ համապատասխան չեն լինելու ու որպես երիտասարդ եվրոպական դեսպան, երբ որ շրջում էինք տարբեր համայնքներում եւ պատմում էինք Erasmus ծրագրերի մասին, եվրոպական ծրագրերի մասին, շատ հաճախ, երբ որ մենք սկսում էինք մեր դասը, մեր տեղեկատվական հանդիպումը, ես հարցնում էի. եկեք ասենք մեր անունը եւ այն մասնագիտությունը, որը կուզենք մեր դառնալ ապագայում։ Եվ մեծամասնությունը եթե ոչ 80 եւ ավել տոկոսը պատասխանում էին, որ չգիտեն, թե ինչ են ուզում դառնալ։ Ես կարծում եմ, որ չնայած արդեն մենք ունենք չափորոշիչների փոփոխություն դպրոցում, մասնագիտական կողմնորոշման խմբակների առկայություն, բաց դրանից նաեւ ես ինքս մեր խմբի հետ հիմնադրել ենք մասնագիտական կողմնորոշման կենտրոն եւ փորձում ենք օգնել, բայց ես կարծում եմ, որ անհատական չի կարող այս խնդիրները լուծվել։ Տես դու ասացիր, որ ուսանողները թիասթափվում են, ուսանողներին անհրաժեշտ են մոտիվացիայի աղբյուրներ, նույնը տարբեր համայնքներում բնակվող երիտասարդներն իրենք տեղեկացված չեն, ինչքան էլ որ մենք փորձում ենք տարածել, միևնույն է, եթե երիտասարդը չի եկել իր գյուղից դուրս, իսկ այդպիսի երիտասարդները դեռահասները ցավոք շատ են, ովքեր որ ցավոք իրենց կյանքի առաջին 22 տարին միգուցե իրենց համայնքից դուրս չեն եկել ինչ-ինչ պատճառով կամ չգիտեմ Շիրակի մարզում լավագույն տեղը որ եղել են Գյումրին է ինչ որ այցով սա շատ տխուր է բայց շատ կարևոր է որովհետև մեր խնդիրները հենց այդտեղ են թաքնված եւ եթե մենք ուզում ենք փոփոխություններ բերել որոնք պետք է ինստիտուցիոնալ լինել այսինքն միանշանակ անհատից շատ մեծ բան է կախված բայց ես կարծում եմ որ ցանկացած լուծում տալու համար պետք է համակարգային լուծումներ տանք, այսինքն բոլոր տեղերում դա պետք է աշխատի, նույնը ուսանողների համար իրենց պետք են մոտիվացիայի աղբյուրներ, իրենց պետք են որ երբ որ ես ու դու ու այլոք գնան ինչ որ ծրագրի վերադառնան իրենց օրինակով ցույց տան որ տեսեք մենք վերադարձանք իրենց պետք է որ մենք ովքեր կրթության ոլորտում ենք աշխատում մենք ովքեր աշխատում ենք մարդու իրավունքների ոլորտում եւ այնպիսի ոլորտներում որտեղ թվում է որ աշխատավարձը այնքան էլ բարձր չէ չհիասթափվենք շարունակենք զարգանալ եւ ցույց տանք որ օրինակ պարտադիր չէ գնալ ինչ որ գեյմինգային կամ բեթինգային կազմակերպություն աշխատել գումար ստանալու համար այլ դու կարող ես իսկապես քո ոլորտում լավագույնը լինելով ինչ որ եւ փոփոխություն բերել եւ բարիք ստեղծել եւ ինչ որ մեկին մոտիվացնել ես վստահ եմ որ քո համայնքում շատ դեռահասներ կան ովքեր քեզ ճանաչում են ովքեր քեզ միանշանակ են ընդունում որ եթե Վարդուհին այսպես է արել չէ մենք էլ անենք այդ մենք էլ այդպես անենք ու ես իրականում շատ խնդիրներ կան եւ կարծում եմ հետաքրքիրն այն է որ մենք ունենք մի ամբողջ մի հսկայական ժամանակ այդ խնդիրները լուծելու համար եւ կարող ենք մեր կյանքին իմաստներ տալ հա որովհետեւ իմաստը տալու համար ինչ որ խնդիրներ պետք է գտնենք, որոնք փորձենք լուծել եւ երկարաժամկետ գնանք դրանց հետևից։ Այո, ասեցիր կրթական փոփոխությունների, չափորոշիչների ծրագրերի վերաբերյալ, գիտես նաեւ խնդիրն այն է, որ մեկ-մեկ այդ փոփոխություններին հատկապես շատ ավելի փակ եւ ավելի պահպանողական հատվածներում շատ ավելի վատ են վերաբերվում ու ես հիշեցի մի պատմություն ընկերներիցս մեկը մասնագիտություն էր ընտրել, որից շատ դժգոհ էր ու ինքը իր բակալավրիատի 4 տարիների ընթացքում փորձեց այդ մասնագիտության լավ կողմերը տեսնել, ֆակուլտետում ինչ-որ բաներ նախաձեռնել եւ գիտես առաջին հերթին այդ փոփոխությունները չէին ընդունվում իր ֆակուլտետի ուսանողների, այսինքն իր ընկերների կողմից։ Ինքը դասախոս էր։ Չէ, ինքը սովորում էր, ինչ-որ, չգիտեմ, հետաքրքիր բաներ էր մտածում, կամ ասենք օրինակ կարծում էր, որ այսինչ առարկան իրենք ավելի լավ կլինի այս ձևով նաեւ սովորեն։ Բնականաբար ես չեմ խոսում, հա, առարկայական փոփոխությունների եւ ծրագրային փոփոխությունների մասին, ինչ որ առաջարկների մասին, չգիտեմ, որ կարելի է այս տեքստին ավելացնել այսինչը եւ այլն։ Ու առաջին հերթին ինքը այդ բախումն ունենում էր իր կուրսընկերների հետ ու հետո մի բան, երբ որ քննարկում էինք, հասկացա, որ այդ խնդիրը փաստորեն ոչ միայն այդ համակարգում է խնդիր, որտեղ որ փոփոխության չեն ձգտում, այլ նաեւ անգամ մեր տարիքակից երիտասարդների մեջ է այդ խնդիրը, որովհետև այո, շատ ժամանակ այդ երիտասարդները
ուղղակի քաղաք են եկել ինչ որ համայնքից սովորելու համար, որովհետև իրենց համայնքում այդ ինչ դիպլոմ ունենալը շատ ավելի կարևոր է, քան շատ լավ, չգիտեմ, այլ մասնագիտություն ձեռք բերելը։ Ու դա է շատ նաև հիասթափեցնող երբեմն, որ դու անգամ ուզում ես փոփոխություն բերել, տես դու ասացիր, որ ունես համակիրներ, հա, երիտասարդների խումբ, որոնց հետ գործում ես, բայց արի խոստովանենք, որ միշտ չի որ հնարավորություն է մեզ տրվում գտնելու այդպիսի մարդկանց, ու այդ մարդիկ իրականում շատ դժվար են հավաքվում։ Գուցե իրենք անհատապես շատ մեծ ցանկություններ ունեն, շատ հետաքրքիր գաղափարներ ունեն, երբեմն շատ լուրջ ծրագրեր ունեն, հա, կարող է ուղղակի այսպես հանգիստ նստած լինի, մեկ էլ հարց տաս ու այնպիսի մի բան ասի, որ քո մտքով անգամ երբեք չէր անցել, բայց դու հասկանաս, թե դա ինչքան լուրջ խնդիրներ չէ կլուծի, բայց այդ մարդիկ երբեմն գուցե չեն խիզախում կամ մտածում են, որ դե լավ, ինձնով ինչ կփոխվի, հա, բայց ես ուզում եմ, որ մենք նաև խրախուսենք այն գաղափարը, որ վստահաբար մի ծաղկով գարուն գալիս է ու անգամ բոլորը, անգամ մեկը կարող է բոլորի կյանքը հեշտացնել, փոփոխել եւ ավելի մոտիվացված դարձնել։ Ինչ խոսք հիմա երիտասարդներին տրված է շատ հնարավորություններ։ Ուղղակի ճիշտ է, պիտի այդ հնարավորությունների երևի տեղը իմանալ, օգտվելու ձևը իմանալ եւ իմանալ, թե դա ինչպես ճիշտ օգտագործել մեզ համար, հա, որովհետեւ երբեմն նաեւ ինչ-ինչ պատճառներով մարդիկ թեկուզ հենց մասնագիտական կողմնորոշման համար ընտրում են ինչ-որ մասնագիտությունը, հետո կարծում են, որ այն ինչ-որ անում են ավելի լավն է, քան իրենց մասնագիտությունը, մեկ էլ հանկարծ տարիներ անց վերադառնում են իրենց նախնական մասնագիտությանը փոշմանելով, թե ինչի վրա են ծախսել ժամանակը։ Բայց այս դեպքում եւս պիտի ասեմ, որ շատ նաև կարևոր է այդ դեպքում, երբ դու ինչ-որ մի բանի վրա ժամանակ ես ծախսել, կարծում ես, որ ճիշտ չես արել, իզուրեր, հա, հասկանալ, որ ցանկացած բան այս կյանքում ունենում է իր ազդեցությունը եւ ունենում է իր արդյունքը։ Ու երբ որ խոսում ենք նաեւ ուսանողական տարիներին աշխատելու, կամավորությամբ զբաղվելու մասին, երբեմն ուսանողները ասում են, բա ոնց սովորեմ, կամ երիտասարդները մտածում են, որ գուցե աշխատելու տարիքը չի, կարող է ինչի համար է պետք ընդհանրապես կամավորություն, դե կսովորենք, ավարտենք, միտեղ կաշխատենք, ու այն ամենաառաջին թեման, հա, սկզբում որ խոսեցինք գլոբալ գիտելիքների, ես ուզում եի գայինք նրան հասնենք, որ այդ բացի միջազգային ծրագրերի միջոցով գլոբալ գիտելիքների հավաքագրումը ինքներս մեզ համար, կարող ենք նաև անել ուսանողական տարիների ինչ-որ խմբակների մասնակցելով, մեր կյանք ավելի գունավորելով, կամավորական աշխատանքներ անելով, որը վստահ եմ դու եւս խրախուսում ես։ Միանշանակ իրականում երբ որ նշեցիր համակիրներ հավաքելու հետ կապված, դա էլ է գալիս կամավոր աշխատանք, այսինքն ինչ որ բան անելը հասարակության համար ի սկզբանե քեզ ոչ մեկ դրա համար գումար չի տալու եւ դու պետք է պատրաստ լինես դրան, բայց միշտ ասում եմ իսկ ով է ասել որ հեշտ է լինելու։ Հետո միշտ հիշում եմ Պարետոյի սկզբունքը, որ 20%-ը միշտ պատասխանատու է 80-ի համար եւ միգուցե դա է լավ, այսինքն ինչպես կարող է մի ամբողջ 100% դրախտ ապրենք դրախտում, դա հնարավոր չէ։ Եվ մի բան էլ նշեցիր, որ կուզեի դրան անդրադառնալ, հենց ես էլ էի գալիս դրան կամավորության սկզբին, որտեղից է գալիս այդ ամեն ինչը, ինչպես հասցնել կամ ինչպես չհասցնել։ Ես 15 տարեկանում եմ սկսել կամավորությունը։ Իմ առաջին վայրը կազմակերպությունը, որտեղ ես կամավորություն արել եմ, Գյումրիում Կազա շվեյցարական մարդասիրական հիմնադրամն է եղել։ Ես միշտ ասում եմ, որ ես Կազայի շրջանավարտ եմ, որովհետև կամավոր եմ եղել, հետո սկզբում պարզապես շահառու եմ եղել, հետո եղել եմ կամավոր, հետո կրթաթոշակակիր, հետո աշխատակից, հետո Ֆրանսիա եմ մեկնել ես իր շրջանակում, այսինքն կամավորությունը դա ինչ որ միտեղ չի սկսվում եւ ավարտվում, դա մի ամբողջ process է եւ դեռ ոչ մեկ չգիտի թե դա երբ կավարտվի եւ շատ ես անչափ կարեւորում եմ կամավորությունը։ Ինչի համար, որտեղ առաջին հերթին դու բացահայտում ես քեզ, դու նշեցիր, որ ընկերներից շատերը սովորում են, փոխում են մասնագիտությունը, շատ բարդ է հասկանալ, թե ով ես դու, շատ բարդ է հասկանալ, թե ինչի համար է քո կյանքը, որն է քո առաքելությունը։ Եվ կամավորությունը այն գործիքներից մեկն է, որը քեզ ավելի շուտ է մոտեցնում քո ապագային, սակայն կա նմանատիպ մի թեորեմ, որն ասում է իրականում փոքր ժամանակ դու քեզ ինչպես որ պատկերացնում ես, այդպես էլ լինելու է։ Ես որ հետ եմ գնում, ես հիշում եմ, որ ես պատկերացնում եի, որ
երբ որ ես 7-8 տարեկան էի, մեր բակում կար մի շենք, որը փլուզված էր երկրաշարժից հետո Գյումրիում եւ չէր օգտագործում։ Ես միշտ ուզում էի այդ շենքը վերանորոգել, ինչ որ խմբակներ բացել այնտեղ ու երեխեքին դպրոցից հետո ինչ որ բաներ սովորեցնել։ Եվ երբ որ ես նայում եմ իմ գործունեությանը, բավականին նման եմ պատկերացնում։ Ես միշտ պատկերացնում եմ, որ ես ուզում եմ համակարգչով անդադ գործ անել օդանավակայաններում, բայց չունենալ կոնկրետ գրաֆիկ, բայց աշխատել շատ ու ես հիմա որ հետ եմ նայում, իմ մանկական միտքը իրականում իրականություն է դարձել ու այդ ամեն ինչ տեղի չէր ունենա, այո, եթե չլինեին կամավորները ընդհանրապես, ովքեր մեզ ասում էին թե ինչ անել, եւ այն մասին, որ դու խոսեցիր, որ տեղեկացված չեն, բայց երբ որ տեղեկացում են ոչ բոլորն են կողմ, այսինքն կա նախաձեռնող ուսանող, որը փորձում է իր դասարանի սահմանում ինչ-որ փոփոխություն բերել, բայց իրեն չեն լսում, չեն գնում, երբ որ մենք ինչ-որ տեղեկատվական հանդիպումներ ենք անում, մոտիվացիոն հանդիպումներ ենք ունենում, ես միշտ ասում եմ օգտվեք այդ հնարավորությունից հարցեր տալու, ես ձեր տարիքում աներեսաբար հարցեր եմ տվել բոլոր այն մարդկանց, ում որ օգտակար եմ համարել։ Ես միշտ ասում եմ, որ եթե դուք հիմա բռնեք հնարավորությունը կգնաք առաջ, ոչ ոք ձեր փոխարեն ոչ մի բան չի անելու, դուք եք որ պետք է աշխատեք, որ հասցնեք, հարցնեք։ Իսկ ժամանակի կառավարման տեսանկյունից միանշանակ ես միշտ ասում եմ, ֆրանսիական համալսարանում եմ սովորել, զուգահեռաբար ես կառուցել եմ որոշակի ինքնակենսագրական, որով երբեմն հպարտանում եմ, որովհետև հասցրել եմ վստահ եմ նույն դա պատմություն նաև կոմոդ կլինի, այսինքն միշտ ժամանակը կարող ենք մենք կառավարել, եթե իսկապես ուզում ենք հաստատ ժամանակը գտնենք։ Իսկ կամավորության մասով միանշանակ դա նույնիսկ ես կարծում եմ, որ պետք է շուտով հուսանք կդառնա արդեն յուրաքանչյուր դեռահասի ռուտինի, այսպես ասած, օրակարգի մի մասը, որը ինքը կանի գիտակցելով, որ ոչ թե անեմ, որովհետև ես հետո չգիտեմ, կրթաթոշակ կստանամ դրա փոխարեն կամ որովհետև դա շատ կարևոր է առաջինը ինքս ինձ համար։ Այլ որովհետև դա կարևոր է համայնքի համար եւ միգուցե մի փոքր փորձենք հիշել քո կամավորական աշխատանքների մեկնարկի պատմությունը։ Իմ կամավորական աշխատանքները կրկին սկսվել են մեր համայնքում, բայց երևի ավելի փոքր տարիքում 12-13 տարեկանից ես մասնակցում եմ համայնքային միջոցառումների, ասմունքում էի, վարում էի հետագայում ու իսկապես քո նույն ասած օրինակով այդ կամավորական աշխատանքների շնորհիվ ես հիմա ունեմ այնպիսի ընկերներ, որոնք իմ կյանքի, չգիտեմ, երևի ոչ դպրոցում կգտնեի իրենց, ոչ համալսարանում հաստատ եւ ոչ էլ, չգիտեմ, մի 15 տարի հետո կգտնեի որպես շատ հասուն ինչ-որ տարիքում գտած ընկերներ։ Այդ մարդիկ իմ ամենօրյա անբաժան մասնիկն են, նախ ընկերների առումով, հետո իհարկե մասնագիտական առումով, գիտես, կամավորություն անելիս դու տարբեր բաներ ես փորձում։ Ու ինքդ քեզ փորձում ես բացահայտել, թե եթե ես սա արեցի, արդյոք սա ինձ դուր եկավ, ինչն է այստեղ դժվար, ինչը ավելի հեշտ ստացվեց, գուցե սա ինձ մոտ ավելի լավ է ստացվում, պիտի շարունակեմ զարգացնեմ։ Ու այդպես ինձ մոտ էլ կամավորությամբ զբաղվելով, եթե անկեղծ մինչև հիմա անում եմ ու տարբեր հնարավորությունները փորձում եմ բաց չթողնել իհարկե ժամանակի, աշխատանքի, դասերի արանքում, բայց փորձում եմ անել ու գիտես, կարծում եմ, որ երբ որ ասում են կամավորություն անել, պիտի ուսանողները, երիտասարդները միայն չհասկանան, չգիտեմ, ինչ-որ մի ծրագրի շրջանակներում, ինչ-որ հանձնարարություն կատարել, հա, մենք այդ կամավորությունը կարող ենք անել առօրյայում ամենատարբեր բաներում ու ամենատարբեր ձևերով ու ես վստահ եմ ինչպես իմ քո օրինակում մյուսների օրինակում ովքեր զբաղվում են կամավորությամբ դեռ պատանեկան տարիներից այդ կամավորական տարիները բազմաթիվ փորձառությունը բազմաթիվ հմտությունների ու ընդհանրապես գիտելիքների զարգացման աղբյուր է հանդիսանում ես կարծում եմ որ նաև իմ մասնագիտական ուղին եթե ես գնացել եմ բանասիրական ֆակուլտետը ԵՊՀ-ի շատ պատահաբար, այսինքն 12-րդ դասարանում որոշեցի, որ պիտի ընդունվեմ բանասիրության ֆակուլտետ, մինչ այդ որոշել էի քաղաքագիտություն կամ, չգիտեմ, հանրային կառավարում, ինչ որ մի այդպիսի կրթական ծրագիր կգտնեմ, հա,
Դե 12-րդ դասարանում, 11-րդ դասարանում վստահաբար հատկապես մեր, չասեմ մեր տարիքում, բայց մեր տարիներին այն նույն տեղեկատվական աղբյուրները հասանելի չէին ինչ որ հիմա, եթե անկեղծ խոսենք, փորձում էի ինչ որ մի բաներ, հա, գտնելու, հետո բայց հասկացա, որ այդ կամավորական, անգամ մտածել եմ բժիշկ դառնալու մասին, միշտ ուզում էի սրտաբան դառնալ, չգիտեմ, քաղաքական գործիչ էի ուզում դառնալ ու այդ նաև կամավորական տարբեր աշխատանքների, տարբեր ծրագրերի շրջանակներում այդ մասնագիտությամբ մարդկանց հետ շփվելիս, իրենց հետ փորձի, քո ասած հարցերի միջոցով բացահայտումներ անելով, ես արդեն հասկացա, թե ինձ ինչպիսին եմ պատկերացնում ու կարծում եմ, որ հիմա հստակ գիտեմ, թե ինձ 10 տարի հետո որտեղ եմ պատկերացնում եւ ինչպիսի կարգավիճակով ու կարծում եմ, որ այո, այն կամավորական տարիները, որոնք ես ունեցել եմ, վստահաբար ինձ վրա եւ իմ կյանքում անջնջելի հետք են թողել ու ես շատ շնորհակալ եմ ու նաեւ շատ շնորհակալ եմ երբեմն այն կողքի մարդկանց, ովքեր խրախուսում էին դա, ովքեր հնարավորությունն էին տալիս ու հիմա ինքս իմ մեջ մտածում եմ, որ ես վստահաբար դա առաջին իսկ հնարավորության դեպքում խրախուսելու եմ իմ շրջապատին, հետագայում իմ ուսանողներին, երեխաներին, այնպես որ դա ինքդ քեզ բացահայտելու լավագույն միջոցներից մեկն է ու առհասարակ նաև մի փոքր կուզեի խոսեինք ոչ ֆորմալ կրթությունից, որովհետև սովորաբար կամավորական աշխատանքների հնարավորություն նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում են ուսանողներն ունենում ու այդ կամավորական ծրագրերի այն հետաքրքիր մշակութային, ժամանցային գիտելիքներով լցված պահերից, երբ որ մենք անցում ենք կատարում արդեն համալսարանական ֆորմալ կրթություն, մի քիչ ակադեմիական կրթությունը գուցե ծանր թվար, գուցե երբեմն ձանձրալի թվար ու կոնկրետ իմ կյանքում այդ ժամանակ, երբ որ շատ հոգնած էի լինում, հա, նույն գրքերը կարդալուց, քննություններին պատրաստվելուց, գալիս էին օգնության ոչ ֆորմալ կրթական ծրագրերը ու էլի մեր ժամանակում այդքան տարածված չէին, հա, ծրագրերը ինչ որ մեկը մեկից պիտի իմանար, մեկը մի ընկերուհուն պիտի տաներ ու վստահաբար այդ ոչ ֆորմալ կրթությունն էլ գալիս էր ավելանալու կամավորությանը ու նաև ակադեմիական կրթությանը ստեղծելու ու ձևավորելու այնպիսի մարդու, օրինակ ինչպիսին, որ ես հիմա եմ, չնայած միշտ քննադատողաբար եմ ինքս ինձ մոտենում, որովհետև կարծում եմ, եթե սկսեցիր քեզ քննադատել, այդ դեպքում ավելի շատ ես զարգանում, կարող է շատ բան անել ավելի փոքր տարիքում, որովհետև այն ժամանակ ավելի շատ ժամանակ ունեի, քան հիմա, բայց մի խոսքով այդ ոչ ֆորմալ կրթական ծրագրերը գալիս էին լցնելու այն բացերը, որոնք ունեին մեր ակադեմիական կրթական ծրագրերը ու դրա համար կարծում եմ, որ այս թեմայի վերաբերյալ դու եւս հաստատ շատ օրինակներ կունենաս ասելու Այս պահին մտքումս երկուսը եկան, որոնց մասով կուզենայի կիսվել։ Ես երկրորդ կուրսում էի սովորում, ես ֆրանսիական համալսարանի մարքեթինգի բաժնում էի սովորում, չնայած որ իմ գործունեությունը շատ ավելի կապված է կրթության եւ միջազգային հարաբերությունների, դա էլ այն սխալն է, որ ընտրում ենք համալսարանը, ոչ թե ծրագիրը, որը հիմա բոլորին ասում են, որ չնայած եթե հնարավորություն ունենայի, միգուցե նույն համալսարանը ընտրեի, բայց հաստատ նույն ծրագիրը չէի ընտրի, ինչ որ ուրիշ ծրագիր կընտրեի, բայց Ես երբ որ երկրորդ կուրսում էի սովորում, on-line առաջնորդության դպրոց կար, 1 ամյա, Քեքթիլ էր անվանվում, հիմա էլ գործում է ու այդ ժամանակ մենք անցնում էինք 7 մոդուլ, որոնցից մեկը բիզնեսի մասին էր, ձեռնարկատիրության մասին էր, որտեղ ես սովորել էի առաջին անգամ բիզնես կանվասի մասին երկրորդ կուրսում, այդ ծրագրի միջոցով գրել էի իմ ձեռնարկատիրական նախաձեռնության սխեման եւ ուղարկել էի որպես վերջնաժամկետի իմ assignment-ը հանձնարարականը եւ երբ որ դա ամռանն էր, շատ լավ եմ հիշում եւ երբ որ երրորդ կուրս էինք գնում, մենք անցնում էինք առարկա մարքեթինգի հետ կապված հիմա չեմ
հիշի կոնկրետ առարկայի անվանումը, սակայն մենք էլի ուսումնասիրում ենք Canvas-ը ու ես շատ քմծիծաղով հիշում եի, որ ես վայ գիտեմ դրա մասին, որովհետև եթե չլիներ այդ ոչ ֆորմալ կրթական հնարավորությունը, ես դրա մասին չէի իմանա։ Շատ անգամներ արի խոսենք հենց տեղական ժողովրդավարության դպրոցից նաև։ Մենք շատ տարբեր բաների էինք անդրադառնում, չէ՞ մասնագիտապես ես ինքս համասարանում չեմ անցել օրինակ այնպիսի դասեր, որոնք կապված են, բայց ես վստահ եմ, որ քաղաքագետները, հանրային կառավարման բաժնի ուսանողները եւ մի շարք իրավաբանները նույնիսկ ավելի շուտ օրինակ ինչ որ պատկերացում են կազմել իրավունքի, ժողովրդավարության եւ մի շարք բաների տեղական ինքնակառավարման մարմինների մասին հենց տեղական ժողովրդավարության դպրոցի, չգիտեմ, 1 ամսյա դաս առաջին նույնիսկ միայն մոդուլի շրջանակում, քան թե եթե իրենք համասանում դա ամեն օր անցնեն։ Ես հիշում եմ նաև, որ մեկ այլ դասընթացի շրջանակում աշխատանքային իրավունք էինք ուսումնասիրում եւ մեր հետ ունեինք նաև ուսանողներ իրավաբանությունից, իրավաբանական ֆակուլտետից, այդպես ավելի ճիշտ կլինի ասել, ու ասում էին, որ մենք ավելի շատ բան սովորեցինք այս 5 օրվա ընթացքում աշխատանքային իրավունքից, քան համասարանում մի կիսամյակ, որ մենք ուսումնասիրել էինք սահմանադրությամբ առանձին աշխատանքային իրավունքը որպես իրավունք, այսինքն ցավոք ոչ ֆորմալ կրթությունը այսօր Հայաստանում երբեմն ավելի լավ է։ Սակայն մենք պետք է հաշվի առնենք, որ այլևս աշխարհը գնում է, այսինքն Եվրոպան եւ մի շարք առաջատար երկրներ վաղուց այդ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությունը համադրելու սկզբունքով են շարժում եւ մենք նույնպես պետք է կարծում եմ որդեգրենք այդ քաղաքականությունը, սակայն ես կարծում եմ, որ կրթական չափորոշիչների մեջ հիմա փոփոխություններ կան եւ օրինակ հենց ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որ իրենց ենթադրում է, որ դու պետք է զարգացնես քո հետազոտական հմտությունները, նոր մեթոդներ կիրառես, զարգանաս, ինքնակրթվես, ես կարծում եմ, որ ինչ որ չափով դա նաեւ միտված է դրան, այսինքն այն ավանդական լսարանից, դասարանից ուսուցիչը դուրս գա եւ փորձի նորություն ոչ ֆորմալ կրթական մեթոդներ բերել։ Սա պետք է լինի, կարծում եմ, երկու հատվածների քաղաքասարակության եւ պետական համակարգի համատեղ աշխատանքը եւ թերևս այս պահին ես էլ դու էլ առնչություն ունեցրենք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի նախարարության հետ ու իմ կարծիքով ես տեսել եմ դրական տեղաշարժ եւ տեսնում եմ հենց օրինակ երիտասարդության բաժնի կամ հանրակրթության վարչության աշխատանքները, որոնք միտված են բարեփոխումներ բերել, այլ հարց է թե ինչքանով է դա ընդունվում, ինչքանով են դրանք արդյունավետ, բայց այն որ միտումը կա, այն որ մենք ձգտում ենք դառնալ ավելի լավը ինչ որ տեղերում, ես կարծում եմ, որ դա աներկելի է, այո։ Եվ կարծում եմ, որ դա, չգիտեմ, դու ավելի շատ ես կոնկրետ աշխատել այնտեղ, ես ունեցել եմ 2 ամիս այնտեղ հնարավորություն։ Ես իրականում տեսնում եմ այդ դրական տեղաշարժը նաև մանկավարժների համակարգում, նկատի ունեմ դա կարող է լինել դպրոց, նախադպրոցական հաստատությունները, տարբեր կրթարանները, այսինքն մանկավարժները եւս փորձում են առաջ նայել ու փորձում են հասկանալ, թե որն է այն խնդիրը, որ իրենք չեն կարողանում այսօր լուծել եւ ընդհանրապես որն է այն խնդիրը, որի պատճառով, չգիտեմ, նույն դպրոցականը սովորողը մնում է թերուս կամ ինչ որ միտեղ բացել են մնում։ Ես շատ ճիշտ ես եւ պետական մակարդակով եւ նաեւ քաղաքասարակության հենց նույն ոչ ֆորմալ տարբեր նախագծերի միջոցով պիտի բարձրանա առաջինը գիտակցումը, թե ինչի համար մենք պետք է որոշակի փոփոխություններ անենք եւ այլ երկրների օրինակ որդեգրելով, հա, ոչ ֆորմալ կրթության եւ ակադեմիական կրթության միաձուլմամբ ստանալ այնպիսի կրթական ծրագրեր, որոնք իսկապես կհամապատասխանեն նախ մեր ցանկություններին, կհամապատասխանեն մեր պահանջներին, կհամապատասխանեն աշխատաշուկային, ընդհանրապես կհամապատասխանեն այն պահանջներին, որ այսօր մեր երկիրն է մեր առջև դնում, մշակույթը, մենք ինքներս շատ կարևորում եմ նաև այդ միջավայրում այն մարդկանց դերը, ովքեր միշտ այսպես բզում են ինչ-որ մի բան առաջ տանելու համար, երբեմն այն սկզբում, որ խոսում էինք, խոչընդոտներ իրենց համար ստեղծելով, դրանք ինքնուրույն հաղթահարելով, բայց հետագայում եկանք էլի այն մտքին, որ մեկը մեկին վարակելով դառնում են ինչ-որ մի խումբ ու իսկապես փոփոխությունը գրանցում են։ Այստեղ երկու շատ կարևոր բան ասացիր, որոնց կուզեի անդրադառնալ, առաջինը այն էր, որ
վերել ադապտացնել, կիրառել այն ինչ որ ուրիշ երկրում լավ է աշխատել։ Երբեմն դա այդքան էլ այդպես չէ, այսինքն եթե, չգիտեմ, Վենեսուելայում ինչ որ բան լավ է աշխատել, չնայած որպես այսին զարգացող երկրի օրինակ չէր, զարգացած երկրի օրինակ չէր, օրինակ չգիտեմ, հենց Ֆինլանդիայում եթե ինչ որ բան լավ էր աշխատել, դա դեռ չի նշանակում, որ դա Հայաստանում շատ լավ է աշխատելու, եւ շատ լուրջ աշխատանք է այդտեղ պետք, շատ լուրջ հետազոտություն է պետք, որովհետեւ մի ամբողջ մտածելակերպի հետ մենք մշակույթի հետ գործ ունենք եւ դու ասացիր նաեւ պետք է անպատասխանի մեր ցանկություններին պետական քաղաքականությունը պետք է լինի շատ հստակ պետք է որթեգրի կոնկրետ արժեքներ որ օրինակ երբ որ ես դպրոցից դուրս գամ ես իմանամ այս ամենը եւ լինեմ այսպիսին ես կարծում եմ որ ցավոք մեր երկիրը այստեղ դեռ կաղում է որովհետեւ չեմ կարծում որ մեր մոտ հստակ են օրինակ թե ինչպիսին պետք է լինի կամ միգուցե հստակ են ձևակերպված թղթին բայց ցավոք մեր երկրի իրավիճակը գալիս է փաստելու այն, որ երբ մենք դեռ չունենք այն հստակությունը, բայց դա նաև դրանից է, որ մենք նոր անկախացած երկիր ենք, այսինքն մինչև սովետական միությունը, այո, մեր տարածքում եղել են մի շարք կրթարաններ, եղել են հոգևոր դպրոցներ, հոգևորական կառույցներին կից դպրոցներ, որոնք զբաղվել են ուսուցչությամբ, սակայն համակարգային առումով մենք չենք ունեցել միանգամից մասնագետներ, դա շատ բարդ է, որ երբ որ դու չես ունեցել, այսինքն սովետական միությունն է իր հետ նաև բերել մի շարք դրական բաներ էս առումով, որտեղ ստեղծվել են ենթակառուցվածքներ, համակարգ են ներդրվել, որը հետագայում օգտագործվել է, այսինքն մենք շատ բան ունենք անելու այստեղ, շատ նոր ենք ու պետք է շատ արագ փորձենք մարտահրավերներին քողարկելով ինչ որ խնդիրներ շրջանցելով մենք էլ փորձենք այդ ամեն ինչ անենք ու հասկանանք թե վերջապես ինչի համար է ինչ ենք ուզում ինչին ենք ուզում հասնել եւ երկրորդը ուսուցիչների մասով է շատ բնականաբար բոլորը կարող են ասել գիտեք ուսուցիչների աշխատավարձը ցածր է եւ այդ պատճառ եւ ես համաձայն եմ եւ ես միանշանակ համաձայն եմ ես ինքս օրինակ միգուցե ես շատ հետաքրքիր դիլեմա օրինակ ստացվում ենթադրենք ես շատ եմ սիրում երիտասարդների հետ աշխատել դեռահասների հետ շատ եմ սիրում աշխատել սակայն միևնույն ժամանակ ես չեմ ուզում աշխատել դպրոցում որովհետև շատ տարբեր են պատճառները եւ դա շատ վատ է իրականում եւ շատ կարեւոր է ուսուցչի մասնագիտությունը եւ դրա համար ես կարծում եմ առաջին բանը որ պետք է օրինակ անել չպետք է ցածր միավորներ հավաքած ուսանողները աշակերտները դառան ուսանողներ հենց օրինակ մանկավարժության բաժնում ես կարծում եմ որ 7.5 միավորը որը կարող է 8 միավորը համարվել անցողիկ ես չեմ կարծում որ դա վստահելի հիմք է թույլ տալու համար որ այդ մարդը անհատը 4 տարի 5 տարի հետո շփվի սերունդի հետ եւ անմիջապես կապ ունենա նրա զարգացման գործում եւ միգուցե ավելի լրջացնելով այդ մասնագիտության տերը դառնալու հնարավորությունը ավելի ֆիլտրվի եւ միգուցե մարդիկ սկսեն դեպի այդնել չնայած դասավանդիր Հայաստանը եւս շատ լավ կարևոր գործ է անում եւ միշտ ովքեր ունեմ դասավանդիր Հայաստանի առաջնորդ ուսուցիչներից իմ ընկերների շրջանակում միշտ ասում եմ հպարտանում եմ որովհետեւ ամեն մարդ չէ ով կարող է ուսուցչություն անել շատ վատ պայմաններում եւ դա իսկապես շատ կարեւոր է եւ մենք շատ տեղ ունենք այո այս ամեն ինչում աշխատելու եւ չգիտեմ դու որպես բանասեր քանի որ դու էլ հենց չէ քո մասնագիտությունն է Եվ ինչպես հայրիկը դեր ասում ինչ ուսուցիչ չդարձել Ես դպրոցում աշխատել եմ, քոլեջում էլ դասավանդել եմ, ապագայում համալսարանում կդասախոսեմ Ինձ համար էլի շատ հաճելի է այդ տարիքի, այսինքն երիտասարդների հետ աշխատելը, դպրոցահասակ երիտասարդների հետ հատկապես աշխատելը եւ երբ որ դասավանդում էի քոլեջում, ուսանողները մոտ 16-17 տարեկան էին, չնայած ես առանձնապես տարիքային ինչ-որ լուրջ տարբերություն չունեինք, բայց ինձ շատ հաճելի էր իրենց հետ աշխատելը, պարզապես խնդիրն այն է, որ կարծում եմ հիմա ես որպես անհատ պատրաստ չեմ դպրոցում աշխատելու, որովհետև դպրոցում աշխատելը գուցե ինչ-որ մի ձև սահմանափակի իմ չասեմ ազատությունը, բայց սահմանափակի այն ամենի ձգտումը, ինչ-որ հիմա ուզում եմ անել, որովհետև երբ ես կարծում եմ, որ դպրոցում աշխատող ուսուցիչը իր հիմնական ժամանակը, օրվա ընթացքը պիտի տրամադրի երեխաների համար հետաքրքիր
ծրագրեր, դասապրոցեսը ավելի լավը դարձնելու, օրվա պլանը ավելի հետաքրքրական դարձնելու, արդյունավետ դարձնելու վրա ծախսելուն, իսկ հիմա ես կարծում եմ, որ այդ process-ում չեմ ուզում գտնվել, բայց ինքս շատ սիրում եմ դասավանդել եւ վստահաբար այժմ էլ պատրաստվում եմ, տեսնում եմ օրինակ թե ինչպիսի դասախոսներ են դասավանդում, համեմատություններ եմ անում, ինչպիսին կուզենայի ես լինել, երբ քոլեջում դասավանդում էի, միշտ սա հիշում եմ, որ կարդում էի հոգեբանական գրքեր էի կարդում հասկանալու համար, թե ինչպես պիտի շփվել դեռահասների հետ, որովհետև սովորաբար այդ լսարանում նստած երիտասարդները այն կայացման անցումային շրջանում էին գտնվում ու ես ինքս լինելով ոչ շատ փորձառու չէի ուզում հանկարծ իմ ինչ-որ մի սխալով իրենց անհատականության մեջ ինչ-որ տեղաշարժեր անել, չէի ուզում նրանց նեղացնել, որևէ հետք թողնել, որը կարող է իրենց վրա վատ ազդեցություն ունենալ ու այդ շրջանում ես ինքս կարդում էի, թե ինչպես ավելի ճիշտ կլինի շփվել, ինչ-որ ֆիլմեր էի դիտում, որտեղ շատ լավ ուսուցիչներ կային եւ վատ աշակերտներ կային ու տեսնում էի, թե ինչպես են ուսուցիչները լեզու գտնում աշակերտների ուսանողների հետ ու նույն ձև վստահ եմ, որ որպես դասախոս աշխատելիս եմ ինքս ինձ վրա աշխատելու, բայց հիմա ու այդ քոլեջում դասավանդելու տարիներին հենց հասկացա, որ դպրոցում աշխատող մանկավարժը հատկապես ամենօրյա աշխատանք պիտի տանի նախ ինքը իր վրա, ապա նաև հասկանա, թե իր աշխատանքի արդյունքում աշակերտը ինչպիսին պիտի լինի։ Իսկ հիմա ես այնպիսի շրջանում եմ, որ դեռևս ինքս ինձ վրա եմ աշխատում, ինքս իմ կրթությունն եմ զարգացնում, գիտելիքներս եմ զարգացնում, երբ արդեն ինքս հասկանամ, որ պատրաստ եմ ժամանակ տրամադրելու եւ հասկանալու մեկ ուրիշի կարիքները, արդեն կփորձեմ դասավանդել, բայց վստահաբար դրանից չեմ խուսափում, հակառակ ինձ համար հաճելի process է, հատկապես մայրս եւս մանկավարժ է, բայց կարծում եմ, որ հիմա այն ժամանակն է, երբ ինքս ինձ վրա պիտի աշխատեմ ու գուցե տարիներ հետո հայտնվեմ նաեւ դպրոցում։ Շատ հետաքրքիր էր, կարծում եմ մանկավարժի ընտանիքում լինելը եւս իր ազդեցություն ունի մոտեցումների վրա եւ կարծում եմ կարող ենք նաեւ ամփոփել ինչ-որ հետաքրքիր խորհրդով, միգուցե կամ ինչ-որ մոտիվացնող խոսքով, քանի որ մենք հիմնականում խոսեցինք երիտասարդության մասին, դեռահասների մասին, առաջնորդ երիտասարդների մասին, արի պատկերացնենք մեր դիմաց հենց այդ լսարանը, որպես մեզ նայող, դիտող եւ ինչ խորհուրդ կտայիր կամ ինչ կմաղթեիր, ինչ կասեիր այդ լսարանին։ Ես մի երկու այսպես կարգախոս ունեմ, որոնք երբեմն կյանքումս հիշում եմ, դրանցից մեկը քույրս ամեն օր ինձ հիշեցնում է, ասում է, եթե կյանքը քեզ տալիս է կիտրոններ, փորձիր պատրաստել դրանից լիմոնադ, ու մեկը, որ շատ եմ, դա ես եմ օգտագործում, որ ռիսկը գործի կեսն է։ Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում պետք է խիզախել, ցանկացած պարագայում, եթե այդ մասնագիտությունը քեզ ինչ-որ մի ձև նեղացնում է, ինչ-որ մի ձև դու քո կոմֆորտը չես կարողանում ստեղծել, խիզախիր եւ փոփոխությունը դու դարձիր։ Եթե ինչ-որ մի միջավայրում դու կարծում ես, որ քեզ չեն հասկանում, դու մտածում ես, թե կարող է քեզ սխալ ընկալեն, խոսքդ պետք է չասես, հակառակը փորձիր լսարանին հարմարեցնել քեզ, եւ վստահաբար, ինչպես որ մեր խոսակցության ընթացքում ասացի, վստահաբար մի ծաղկող գարուն միշտ էլ գալիս է ու մեզնից յուրաքանչյուրը կարող է դառնալ մի մեծ փոփոխության ակունք ու դրա համար իմ խորհուրդը երևի ուսանողներին, երիտասարդներին, հատկապես հիմա որ երիտասարդներ ասելով մենք ավելի մեծ տարիքային ընդգրկում ունենք, այլևս այո, խորհուրդել, որ ցանկացած պարագայում չհիասթափվել, փորձել գտնել մոտիվացիա, որը կլինի թե մեր թեմայի շրջանակներում ոչ ֆորմալ կրթությունը, թե կամավորական ինչ-որ մի ծրագիրը, թե ինչ-որ մի երիտասարդ, որը ինչ-որ մի բանի է հասել, կամ ինչ-որ մի փորձառություն ունի, խիզախել, առաջ գնալ եւ դառնալ այն փոփոխությունը, որը հետագայում դեպի լավը, դեպի բարին է փոխելու բոլորիս կյանքը։
Շատ սիրուն բաներ ասացիր, ես հույս ունեմ, որ այսքան վստահ եմ, որ նրանք ովքեր կլսեն կտանեն իրենց ականջների հետ են կարևոր հատվածները, ես ինքս էլ իմ կողմից եթե փորձեմ ինչ-որ բան ասել, ես միշտ փորձում եմ ասել բաներ, որոնք որ ես զգում եմ ամբողջապես, այսինքն որի միջով որ ես անցել եմ, որի փորձը ունեմ, ու առաջին բանը, որ կուզեմ երևի թե խորհուրդ տալ, այն է, որ եթե դեռահաս կամ երիտասարդը ձգտում է զարգացման, հեշտ չի լինելու։ Եվ դա պետք է գիտակցել, դա որոշում է եւ պետք է չվախենալ ինչ-որ դժվարություններից, որոնք որ կան, դա կարող է լինել ֆիզիկականից մինչև հոգեվոր, ցանկացած աստիճաններում եւ դա նորմալ է, եթե մենք գնում ենք զարգացման, դա իսկապես նորմալ է եւ ինձ շատ օգտակար է երբեմն։ Առաջինը, որ կուզեմ ասել, այն է, որ չվախենան, որ ինչ-որ բան չի ստացվելու, որովհետև դա է նորմալը։ Երկրորդ բանը, քանի որ մենք նաև առաջնորդների մասին խոսեցինք, առաջնորդ երիտասարդների մասին, անգլերենում շատ գեղեցիկ բառ կա authentic leadership, եւ ես միշտ ասում եմ, որ երբեք պետք չէ ինչ-որ բան ակնկալել, երբ որ դու անում ես, կամավորությունն էլ ինքնին դա գործընթաց է, երբ որ դու անում ես պարզապես համայնքի ինչ-որ մեկի համար, եւ երբ որ դու չունես ակնկալիք, իսկ առաջնորդ լինելը եւս որոշում է, դու որոշում ես լինել առաջնորդ եւ եթե որոշում ես պետք է գիտակցես, որ դու ինքնամոտիվացվող էակ ես, քո էներգիան սովորաբար քո գաղափարներից է հենց քեզ գալիս, պետք է նաեւ չակնկալես, որ ամեն ինչ երբ որ դու ինչ-որ լավ բան ես անում, միանգամից բոլորը քեզ գովելու են, երբ որ դու ինչ-որ լավ բան ես անում, բոլորը քեզ ծափահարելու են, այլ երբ որ դու չունես այդ ակնկալիքը, դու ավելի վստահորեն ես շարժում, ես այդպես եմ կարծում ամենայն դեպս իմ փորձից ելնելով, եւ կարծում եմ, որ այս երկուսն են, որ կուզեմ ասել ընդհանրապես նրանց, ովքեր որ ցանկանում են զարգանալ եւ կյանքը հաղթել, եթե կարելի է այդպես անվանել, եւ այն առաջնորդներին, ովքեր կընտրեն լինել, կորոշեն, որ ուզում են լինել առաջնորդ, որտեղ այո, առաջնորդությունը դա իծնա ինչ-որ բան չէ, դա որոշում է եւ շատ աշխատանք էլի։ Երևի այսքանը, շնորհակալություն շատ հետաքրքիր բուքհաստի համար, կարող ենք այսպես ասել, շատ հետաքրքիր լսել քո անձնական պատմությունները, օրինակները, ինչպես նաեւ պատկերացում կազմել, թե ինչ միջավայրում ենք մենք ապրում վերջապես, որտեղ շատ հաճախ մենք մոռանում ենք, թե ինչքան տարբեր են այն միջավայրերը, որոնք գոյություն ունեն Հայաստանում եւ շատ ուրախ եմ, որ անդադ հանդիպում ենք, խոսում ենք, առիթներ լինում են։ Շնորհակալություն նաեւ քեզ, գործերիս հաջողություն բոլորիս։ Հաջողություն։